Եվրասիական տնտեսական միություն, թե Եվրամիություն, եթե հանրաքվե լիներ եւ ձեզ հարցնեին Հայաստանը որ միությանը պետք է անդամակցի, որը կընտրեիք։ Պատմական երկընտրանքի առաջ է մեր երկիրը եւ Ռուսաստանի նախագահը ուղիղ առաջարկում է հնարավորության դեպքում իսկապես հանրաքվե անել ու պարզել հայ ժողովրդի իրական ցանկությունը, որովհետեւ Հայաստանի գործող իշխանության ցանկությունը արդեն ակնհայտ է համարում Պուտինը։ Փաշինյանը, որ 3 քարոզարշավի անվան տակ չմեկնեց Մոսկվա ու չմասնակցեց Կարմիր հրապարակում տեղի ունեցած շքերթին, հաշված օրեր առաջ հակառուսական սուր հայտարարությունների հարթակ էր տվել Զելենսկիին, եւս մեկ կամուրջ այրելով հայ-ռուսական բարեկամության ճանապարհին։ Դեռ քանի այդպիսի կամուրջ կա եւ կա արդյոք։ Վլադիմիր Պուտինը բաց տեքստով քաղաքական մեղմապահարզան է առաջարկել Հայաստանին։ Ինչ են ասել Ռուսաստանում Հայաստանի դեսպանին այդ երկրի արտգործնախարարությունում։ Я вам предлагаю ориентироваться. Կողմնորոշվեք հրապարակված տեքստով, ես ավելացնելու բան չունեմ։ К этому мне нечего. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խնդրում է բավարարվել պաշտոնական հաղորդակցությամբ։ Պաշտոնապես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինը Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հայտնել է, որ իրենց համար կտրականապես անընդունելի է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանին ուղղված ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար հարթակ տրամադրելու Հայաստանի գործելավոճը, որը գործընկերային չէ։ Երևանում Զելենսկին հայտարարել էր, թե ուկրաինական դրոնները եւս մասնակցելու են Մոսկվայում մայիսի 9-ին սպասվող շքերթին։ Սա առաջին դեպքն է, որ նրանք չեն կարող իրենց թույլ տալ զենք ցուցադրել շքերթում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նույնպես կարող են թռչել այդ շքերթում։ Նրանք այնքան ուժեղ չեն, որքան նախկինում։ Պետք է շարունակել ճնշում գործադրել նրանց վրա պատժամիջոցների միջոցով։ Զելենսկին սպառնացել է հարվածել այն Կրեմլին, որի պատի մոտ թաղված է Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանը, մեծ հաղթանակը կերտած առաջնորդներից մեկը, հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան ցույց տվեց հայերին, թե ինչ ապագա է պատրաստում Եվրամիությունը նրանց համար։ Ես անձամբ կարծում եմ հրաշալի է, որ Զելենսկին այս օրերին այցելել է Երևան։ Դա իսկական նվեր է հայ ժողովրդին ցույց տալ Բրյուսելի հովանավորյալին, որ մարմնավորում է այն, ինչ Եվրամիությունն անում է այսպես կոչված երիտասարդ ժողովրդավարությունների հետ։ Առաջինը հենց Զախարովայի շուրթերով է Մոսկվան արձագանքել Հայաստանում անցկացված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Վստահեցրել, որ հյուրախաղերով Հայաստան եկած եվրոպացիները զբոսանքներով, անգամ վազքով լցված քաղաքական շոուով շղարշ են ստեղծել, որի տակ Բրյուսելը, Փարիզը, մյուսները փորձում են միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն էր Երևանում կրկնել իրենց պատրաստակամությունը հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվության դեմ պայքարի համար փող տալ Հայաստանին։ Եվրապաշտոնյաները հիբրիդային սպառնալիքների ծրագրեր ունենալու համար Ռուսաստանին են մեղադրում։ Եթե դա ներքին գործերին ուղղակի միջամտություն չէ, ուրիշ ինչ է։ Կարծում եմ եզրակացությունն այստեղ ակնհայտ է։ Այդ գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը կարդալուց հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը այդ երկրի ղեկավարության համաձայնությամբ ներքաշում են օտար չափանիշների ու մեխանիզմների մեջ։ Ոչ թե եվրոպական, այլ ագրեսիվ եվրաատլանտյան մեխանիզմի մեջ։ Զախարովայի խոսքով սա նշանակում է, որ Հայաստանին տանում են հակառուսական ճամբարում տեղավորվելու անդառնալի ճանապարհով։ Հայաստանի իշխանության այդ քաղաքական ուղղվածությունը վաղ թե ուշ կհանգեցնի Բրյուսելի հակառուսական գծին անդառնալի ներգրավման։ Դրանից բխող բոլոր քաղաքական, տնտեսական հետևանքներով Հայաստանի համար։ Եթե Երևանը պատրաստվում է շարժվել դեպի Եվրամիություն, ապա պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը նաև ԵԱՏՄ գործընկերների առաջ։ Ռուսաստանի նախագահը հիմա արդեն սուր է դրել ընտրության հարցը։ Երևանը չի կարող մնալ ԵԱՏՄ-ում, եթե ընտրում է Եվրամիությունը։ Իմ կարծիքով եւ քաղաքացիների եւ Ռուսաստանի նկատմամբ ավելի ազնիվ կլիներ, եթե Երևանը որպես տնտեսական գործընկեր հնարավորինս շուտ կողմնորոշվեր Եվրամիությանը անդամակցելու հարցում, օրինակ հանրաքվե անցկացներ։
определиться как можно раньше. Ну, например, провести референдум. Մեր գործը չէ, բայց լիովին տրամաբանական կլինի Հայաստանի քաղաքացիներին հարցնելը։ Հետաքրքիր է, ինչ ընտրություն կանեն նրանք։ Граждан Армении. Որ ընտրությունը չդժվարանա, Պուտինը հիշեցրել է, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը մոտ 7 միլիարդ դոլարի է։ Հայաստանը ԵԱՏՄ-ում ստանում է լուրջ տնտեսական արտոնություններ։ Գազի գնից ու մաքսային ռեժիմից մինչև աշխատուժի ազատ տեղաշարժ։ Պուտինը կարծես քաղաքական ապահարզանի կողմնակիցն է։ Ռուսաստանի նախագահը արդեն բաց է խոսում այդ մասին։ И мы сделали бы соответствующие выводы. Մենք էլ համապատասխան եզրակացություններ կանենք եւ կձգտենք մեղմ, խելացի եւ փոխշահավետ բաժանման։ Такого интеллигентного и взаимовыгодного развода. Կարծում եմ տեղին կլիներ այս հարցը բարձրացնել Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովի ընթացքում։ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը հավանաբար մայիսի 28-ից 29 կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Մեր տաղավարում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, բարև ձեզ պարոն Բադալյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Բադալյան, Փաշինյան-Պուտին ապրիլի 1-յան հանդիպումից ավելի քան 1 ամիս հետո արդեն ակնհայտ են համարում շատ վերլուծաբաններ լրջագույն ճաքերը, որ կան հայ-ռուսական հարաբերություններում, չնայած հայտարարությունների մակարդակում Հայաստանի առաջին դեմքերը պնդում են, թե որևէ խնդիր չկա, հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են։ Ի վերջո, ըստ ձեզ, ինչ վիճակում են հիմա հայ-ռուսական շփումները։ Իրավիճակը թերևս մեջտեղում է, այսինքն ես համաձայն չեմ այն գնահատականներին, որ ինչ-որ տապալված պատկեր ունենք, բայց նաև այն, որ երբ իշխանությունն է ասում, թե ամենալավ վիճակում են քան երբևէ, բնականաբար դա եւս հեռու է իրականությունից։ Իմ գնահատմամբ մենք գործ ունենք նաև միջազգային պատկերով պայմանավորված հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի հետ, որը ես տարբեր առիթներով նշում եմ, սկսել է դեռևս 2 տասնամյակ առաջ։ Պարզապես դինամիկան բոլորովին այլ տրամաբանություն ուներ աշխարհաքաղաքական այդ իրավիճակում եւ հիմա արդեն բոլորովին այլ պատկեր եւ ընթացք է ստացել։ Հարցը այստեղ այն է, թե ինչպես է կառավարվում այդ իրավիճակը եւ այստեղ հաշվի առնելով այն ընդհանուր կառավարման ապարդյունավետությունը, որ կա Հայաստանի ներկայիս իշխանության պարագայում, հասկանալի է, որ չէր կարող բացառություն լինել հայ-ռուսական հարաբերությունը։ Տեսեք, մենք ռեպորտաժում, որ քիչ առաջ ներկայացվեց, Մարիա Զախարովայի հայտարարությունների ամենամեղմ ձևակերպումներն էինք միայն ներառել, որտեղ առնվազն հաճելի չէ հայ լինելով լսել այդքան սուր դիտարկումներ, հա, քո պետության մասին, թեև ինքը Զախարովան իր խոսքի մեջ էլ պարբերաբար տարանջատում էր հայ ժողովրդին Հայաստանի գործող իշխանությունից։ Եվ այնուամենայնիվ նրա տեքստը ինչ մեսիջներ է կրում, նորմալ է, դուք ասացիք, որ մեջտեղում է հիմա հարաբերությունները, հա, բայց այս տեսակ շեշտադրումները ընդհանրապես բարեկամական պետությունների համարում ունեցող պետությունների միջև նորմալ են։ Իհարկե նորմալ չէ եւ դրա համար եմ նշում, որ մեր այն պատկերացումները, որ կան հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ, դրանք շատ վաղուց չեն համապատասխանում ընդհանուր համաշխարհային իրողություններին։ Եվ հետեւաբար այդ փոփոխությունները բերելու են նաեւ հրապարակային մակարդակում ահա այսպիսի պատկերի։ Այդ պատկերն է, որ այդ խնդիրներն են, որ պետք է կառավարել, բայց մենք տեսնում ենք նաև, որ այդ խնդիրները Հայաստանի ներկայիս կառավարող ուժը ոչ միայն փորձում է կառավարել եւ թույլ չտալ ահա այսպիսի դրսևորումներ, այլ հակառակը օգտագործել այս հանգամանքը, կապիտալիզացնել, այսպես ասած, հակառուսական այդ թեման ներքին կյանքում։ Եվ այս պարագայում այն ինչի մասին մենք խոսում ենք, այն ինչ մենք տեսնում ենք Զախարովայի կամ այլ տարբեր այսպես ասենք միջին պաշտոնեական շրջանակներից հնչող հայտարարությունների տեսքով, սրանք Երևանի համար նույնիսկ ջուր են ներքին քարոզչության ջրաղացին, քան ստեղծում են ինչ-որ խնդիրներ ընդհանրապես քաղաքականության իմաստով։ Սա է պատկերը եւ գործնական առումով ինչպիսին է հարաբերությունը։ Սա այսօր որոշվում կամ վճռվում է ամենաբարձր մակարդակով եւ պետք է հասկանալ ինչպիսին է հարաբերությունը Երևանի եւ Կրեմլի միջեւ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ պատկերը իսկապես հարաբերական եւ հակասական է։ Մի կողմից պարբերական շփումներ, մյուս կողմից մենք տեսանք, որ աննախադեպ էր ապրիլ 1-յան հանդիպման հռետորաբանությունը։ Ռուսական մեդիան ընդհանուր գրեց, որ սա Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումն էր,
համենայն դեպս մերձ կրեմլյան որոշ լրատվամիջոցներում այդպիսի վերնագրեր հրապարակվեցին շեշտադրումների առումով Պուտինի հավանաբար։ Եթե դուրս գանք զուտ մեդիա ընկալման տեսանկյունից, համենայն դեպս Փաշինյանը ազդարարեց, որ մի պայմանավորվածություն ունեն հունիսի երկրորդ կեսին, եւ Մոսկվայից գոնե առայժմ չեն հերքել այդ պայմանավորվածությունը։ Չի բացառում, որ հաստատելը պայմանավորված կլինի արդեն ընտրության արդյունքով, այո։ Բայց մենք ընդհանուր առմամբ տեսնում ենք այդ կոմունիկացիան, իսկ այդ աննախադեպությունը ես պայմանավորում եմ նրանով, որ Մոսկվան արձանագրում է այլ դերակատարների շատ ինտենսիվ միջամտությունը հայաստանյան process-ին եւ այդ ապրիլ 1-յան հանդիպմանը արձանագրվեցին կարմիր գծերը եւ այն ռազմավարական ռիսկերը, որոնք Մոսկվան պատրաստ չէ հանդուրժել եւ որոնց պարագայում կհետևեն արդեն կոնկրետ գործողություններ, որոնք այդ պարագայում իսկապես լուրջ խնդիր կլինեն թե Հայաստանի իշխանության եւ թե ցավոք սրտի նաեւ Հայաստանի համար։